Համաձայն մեր օրենքի նախատեսվում է հասարակական լսում համայնքում, ազդակիր համայնքներում, որպեսզի տեսնենք շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ ինչ խնդիրներ են տեսնում համայնքը եւ եթե կան խնդիրներ, ինչպիսի լուծումներ կամ միջոցառումներ են ձեռք առնվելու բնությունը պահպանելու վերաբերյալ։ Հայտնի է, որ Մեգաէներգի ընկերության կողմից Գետավիթ և Ենյոկավան համայնքներում կառուցվում է Խաչակուր 2 փոքր հիդրոէլեկտրակայանը։ Հայեկի կառուցման ընթացքում ընկերությունը առկա ջրային ռեսուրսը օպտիմալ օգտագործելու նկատառումներից ելնելով եւ հետեւաբար հայեկի աշխատանքի տնտեսական շահավետությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնություն է ցուցաբերել, որոշակի նախագծային փոփոխություններ կատարել եւ Գիդեպ Ինվեստ նախագծային ընկերությանը պատվիրել է նոր նախագիծ կամ առկա նախագծի վերաբերյալ փոփոխություններ կատարել, որոնք կատարվել են 2013 թվականին եւ ներկայացվել է համապատասխան շինարարատեխնիկական փորձարկնություն, որը ստացվել է դրական եզրակացությունը եւ հիմա բնապահպանական նախագծի բնապահպանական փորձարկնության վերաբերյալ եզրակացությունը ստանալու համար կազմակերպել են այս լսումները համաձայն օրենսդրության։ Նախորդ նախագծում թերություններ ըստ եզրակացությունների եւ շինարարատեխնիկական եւ բնապահպանական չեն հայտնաբերվել, պարզապես սա նոր փոփոխությունների հետ կապված, աշխատանքային փոփոխությունների հետ կապված նոր նախագիծ է պատվիրել։ Այս նախագիծը նշանակում է, որ ինքը հզորությունը մեծանում է գեսի։ Խողովակաշարը համարյա 1 կիլոմետրով երկարացնում է։ Դրա համար նորից նա ենթակա է վերազինում է մեր օրենքով ենթակա փորձարկնության։ Այսինքն եթե այն ժամանակ 2.9 էր իրենց հզորությունը, հիմա մեծանում է, ինքը նորից պիտի գա փորձարկնության։ Խնդիրը դա է, որ նորից դիմել են փորձարկնության։ Նոր պարամետրերով են նախատեսում, վերազինում են կատարում հեկին։ Մի հատ հարց կարելի է այդ դեպքում։ Իսկ միգուցե անունը չդնենք փոփոխված նախագիծ, քանի որ ըստ էության համ նախագծող ընկերությունն է ուրիշ, համ լրիվ ուրիշ նախագիծ է ներկայացված եւ լրիվ պարամետրերը փոխված է։ Ինչ ենք անունը փոփոխված նախագիծ։ Որովհետեւ նույն տեղում է ինքը, նույն գեսն է, ընդհանրապես ջրաէներգետիկ ցուցանիշները փոփոխվել են, խողովակաշարը երկարացնում է։ Խողովակաշարը չի մենակ երկարացնում, ուրեմն այստեղ խնդիրները տարբեր են, դրա համար եթե նախագծող ընկերությունից մարդ կա, մենք հարցերը կարող ենք ներկայացնենք, որ հասկանանք ինչ է անունը փոփոխված նախագիծ իրականում, որովհետև նախորդ նախագիծը, որ ԵՌԱՍՊ-ն կազմել էր, երեք բոլոր լավ գիտեք, որ առաջին նախագիծը եղել է կեղծ նախագիծ, եկեք անուններով ասենք, ոնց որ եղել է, կեղծ նախագիծը տվել է դրական եզրակացություն, հետո այդ եզրակացությունը չեղյալ է համարվել, եկեք իր անուններով ասենք ամեն ինչ։ Երկրորդ նախագիծը փոփոխված իրականում եղել է, որը փորձել է այդ կեղծարարությունները փակել, որը նույնպես չի ստացվել իրականում, հետո սկսել է շինարարությունը, ինչ որ ձև, տարբեր ձևերի, այդ արդեն դնենք հարցի մյուս կողմը։ Հիմա այս նախագիծը ընդհանրապես կապելի նախորդ նախագծի հետ, եկեք հասկանանք այդ ֆիքսենք, եթե ֆիքսում ենք այդ ձև, ուրեմն մենք անցկացնենք հանրային լսումներ, եթե չէ, անունը չդնենք փոփոխված, որ ինքը փոփոխված նախագիծ չի, ինքը նոր նախագիծ է Մեգաէներգի ՍՊ-ի կողմից ներկայացված, ուրիշ նախագծային ընկերության կողմից կազմած, ուրիշ էներգետիկ եւ հիդրոէներգետիկ եւ այլ տվյալներով, ուրիշ պարամետրերով լրիվ։ Հիմա հարց առաջանում, սա նոր նախագիծ է, թե փոփոխված նախագծի փոփոխությունն է։ Եթե դուք որպես բնակչության ներկայացուցիչ գտնեք, որ դա փոփոխման նախագիծ է, ուրեմն ֆիքսենք ձեր ասածը որպես հիմք եւ համարենք էծև։ Հետո կտեսնենք իրականում այդ իրականությանը համապատասխանում է թե չէ։ Նախարարություն դիմում են գրում նախարարի անունով եւ իրենք նամակի հստակ վերնագրում են փոփոխված նախագիծը, նախագիծը, ծրագիրը, դրա համար հիմա հասարակական լսումները քննարկվում են։ Հիմա ես հարց տալիս որպես փորձագետ, դուք գտնում եք որ սա փոփոխված նախագիծ է, թե նոր նախագիծ է, ուղղակի այդ հարցն եք տալիս։ Եթե դուք գտնում եք որ փոփոխվածա ֆիքսենք որ դուք Չգիտեք, եթե ցանկացած վերազինում վերցնեք, դա նոր նախագիծ է։ Այդ առումով ես ձեր հետ համաձայն եմ, որովհետև պարամետրերը փոխվում են, դառնում են նոր։ Բայց քանի որ հինն են վերազինում, որպես փոփոխված նախագիծ կարող Ուրեմն միանշանակ տեղեկացնել, որ փոփոխված նախագիծը հիմնավորումները հետևյալն են։ Քանի որ հեկի շենքի տեղը չի փոխվել, հեկի շենքի ուրեմն նիշը չի փոխվել, որտեղ որ մենք ջուրը դատարկում ենք, երկու, երրորդը ուրեմն հեկի ճշմարին խողովակաշարը ընդհանրապես մենք շինարարության ընթացքում նախնական շինարարության ընթացքում երբ սկսեցինք ուրեմն
ուսումնասիրել նախագծային աշխատանքները նախորդը եւ մենք որ սկսեցինք կատարել աշխատանքները, եկանք այն եզրակացության, որ հիդրոէներգետիկ ռեսուրսը տվյալ գետի բավականին օպտիմալ օգտագործելու տեսակետից կարելի է ուրեմն 1000 մմ-անոց խողովակը փոխարինել 1200 մմ-անոց խողովակով, նախ դա ճնշումների կորուստների բավականին մեծ էֆեկտ է տալիս, եւ երկրորդը ուրեմն 1 կիլոմետրով երկարացրել ենք ճնշումը նորից օպտիմալ օգտագործելու տեսակետից։ Հարց կառաջանա, ինչի մեծ, այլ ոչ թե կես, այլ ոչ թե 2 կամ 3 կիլոմետր։ Ուրեմն տվյալ հատվածը կոնկրետ անձամբ ժամանակին անցած տարի ես ԵՈՎԳ-ի, նաև նախագծի գլխավոր ճարտարագետը քայլել ենք, ընտրել ենք այն հատվածը, որը որ եւ ճնշման տեսակետից է օպտիմալ օգտագործելու, եւ ինչպես նաեւ բնապահպանական միջոցառումների տեսակետից, որտեղ պրակտիկորեն գետի կողքով ենք տարել ճնշման խողովակաշարը, որտեղ ամենանվազագույն ուրեմն ծավալային աշխատանքներն են իրականացվել։ Բացի դրանից է, քանի որ ճնշումային խողովակաշարի տրամագիծը ուրեմն փոփոխել են, ավելի մեծացնել են 1200-անոց, 1400-անոց խողովակաշարը տվյալ տեղամասում ուրեմն շինարարություն իրականացնելու անիմաստ է, օպտիմումը 1200-անոցն է, որի հետևանքով այդ փոփոխությունը կատարել ենք։ Կատարել ենք այդ իսկ պատճառով ստացվել է հետևյալը, գլխամասային հանգույցի տեղամասն է փոփոխված է ճնշումային խողովակաշարի տրամագիծը, հեկի շենքը մնացել է իր տեղում, և ընդամենը փոփոխությունների առումով ստացվել է 5 մեգավատ հզորություն։ Առավելագույն ջուրը, ինչպես նախագծում, տվյալ նախագծումը ընդամենը 2 ամիս են կարողանում օգտագործել, որովհետև բնական է ամբողջ Հայաստանի գետերը նման իրավիճակ բանի ժամանակ, հեղեղումների ժամանակ ջուրը ավելանում է, օպտիմում կարողանում ենք դա վերցնել։ Ձկնանց կառուցվածքը նախատեսել ենք այնպիսի ձկնանց կառուցված, որ ինքը աստիճանաձև դա փորձից է գալի, մենք Հայաստանում բազմաթիվ նախագծեր ունենք, իմաստել արդեն իրականացված, ուրեմն ձկնանց կառուցվածքը այնպիսին ենք նախագծել, որպեսզի ինքը անընդհատ ճնշման տակ լինի եւ նույնիսկ հատակի նիշը բավականին ցածր է պատվարի նիշից, որ ձկների մուտք ու ելքը անընդհատ դեպի ներքին գետերին եւ ապահովի։ Դա ուզում եմ որպեսզի նկատի ունենանք նախագծի կա։ Մենք էլ մի բան էլ ձեզ տեղյակ պահեմ, ուրեմն պատվիրատուն, քանի որ սկսեցինք նախագծային աշխատանքները, պատվիրատուի հետ պայմանագիրը կնքեցինք, որ ինչպես նախորդ նախագիծը, այնպես էլ տվյալ նախագծի տեխնիկական վերահսկողությունը եղել է մեր մասնագետների կողմից։ Այսինքն մենք մեր կատարած աշխատանքը նաև հետագայում տեխնիկական վերահսկողության ենք ենթարկվել, որպեսզի բոլոր նիշերը, բոլոր նախագծային լուծումները համապատասխանեն ստեղծվող կառույցին։ Այս պահին խողովակաշարը, որ դուք տեղադրելով գնում եք, ինչ է որ նիշն է հասնում այս պահին։ Նիշը ստույգն խողովակը։ Մոտավորապես։ Եթե մարդիկ դնում են, մարդիկ գիտեն չէ որ նիշն է, կարող անցել են արդեն չգիտեմ։ Բանովն այն չէ ուզում ասել մենք տեխնիկական վերահսկողությունը քանի Չէ, հարցն է որ եթե մարդը դնում է, ինքը գիտի որ նիշի վրա է հասել, ասել եմ ուզում ասել։ Ստույգ նիշը չեն կարող ասել, երկարությունը կարող ենք ասել, որ այս պայն մոնտաժված է շուրջ 2 կիլոմետր խողովակաշար։ 2 կիլոմետր խողովակաշար մեր մոնտաժված է հիմա այս պայն։ Ուրեմն նայեք, նախորդ նախագծով մեր նախորդ կազմած նախագծով խողովակաշարի տրամագիծը պետք է լիներ 1 մետր։ Ճիշտ է։ Հիմա եթե 2 կիլոմետր 1 մետրանոց արդեն մոնտաժված է։ Ոնց է դառնում 2 չէ, 2 կիլոմետրը մոնտաժված է 1200։ Ոնց է ասել մոնտաժը։ Դուք իրավունք չունեք 1-2-ով մոնտաժել, որտեղ նախորդ նախագծով ֆիքսած եւ անցած է բնավորական փորձակցությունը, դուք պետք է մոնտաժեք 1 մետրանոց խողովակաշարով։ Ուրեմն դուք խախտել եք համապատասխան օրենսդրությունը։ Այսինքն դուք խախտել եք բնավորության փորձակցության տված եզրակացության նորմաներից մեկը արդեն խախտել եք, այդ մեկը։ Այսօր անցել է նախագիծը, գրված է որ խողովակաշարը կառուցվելու է 1 մետր տրամագծով խողովակաշար։ Եկել է փորձակցություն տվել է դրական եզրակացություն այդ նախագծին։ Հիմա եթե կառուցվել է 1.2 կամ 1.22 կամ 1.2
դրամագծող խողովակաշարը նշանակում է խախտվել է նախագծի նորմերը։ Ճիշտ է թե չէ երբ փորձագետ։ Եթե մեկի փոխարեն 1 ու 2 նախորդով պետք է մեկը կառուցել։ Այո, նախորդում 1 մետր է։ Եթե 1 ու 2-ով է կառուցվածքը, ես հարց եմ տալիս, որպես փորձագետ, դու նաև իրոշով փորձագետի նաև գործունեության նպատակը է, որ պարզել, պահպանվել են նորմերը շինարարության, թե չէ, 1 ու 2-ով է կառուցված։ Չէ, ես հարց եմ տալիս։ Բնապահպանական տեսչությունն է վերահսկում դա ինչ են արել։ Մենք տվել ենք ինչ, իրենք ինչ են կատարել։ Հիմա մենք ֆիքսեցինք, որ կառուցվել է 1.2 մետրանոց խողովակաշար։ Դուք որպես նախագծության նախարարության ներկայացուցիչ պարտավոր եք ներկայացնել ուրեմն համապատասխան գրություն ձեր տեսչությանը, որպեսզի իրանք կան եւ ստուգեն ինչու են 1 մետր տրամագիտություն ունեցող խողովակաշարի փոխարեն, թե դուք չեք կարծում ուրեմն ուրիշները տրամադրեն, մի րոպե։ Ժողովուրդ ջան, ուրեմն եկեք թատրոն չսարքեն, ժողովուրդ ջան։ Թատրոն արդեն 3-րդ անգամ ենք մասնակցում այս թատրոնին, չենք են ուզում մասնակցեն ճիշտ ասած, կներեք այս ոչ մեկի դեմ։ Թատրոն չի կազմակերպվում, դուք եք երեք թատրոն։ Դուք չեք, ձեր մասին չի խոսքը։ Ես ձեզ ոչ բան չեմ ասում։ Ձեր մասին չի խոսքը։ Ես խոսում եմ կոնկրետ նախարարության հետ, որը թատրոն է կազմակերպում։ Ոչ մի թատրոն չի։ Ուրեմն ձեզ եմ պիտի։ Ուրեմն այս թատրոն պետականացված ներկայացում եկեք վերջացնենք։ Դուք չեք ես նախագծի տակ ստորագրություն դե, որը հետո բնավարության նախարարությունը չեղյալ է համարել։ Դուք եք չէ՞։ Ասում որ կեղծ է։ Բան չեն չեղյալ համարել։ Կապացուցում որ կեղծ է։ Բան չի չեղյալ համարել ձեր նախարարը։ նախարարը։ Կեղծ, հիմնավոր է։ Հիմնավորված է այդ ամեն ինչը, շուտբանց է հիմնավորված։ Այդ ամեն շուտբանց է հիմնավորված։ Ուրեմն ասենք երկրորդ մասին, լավ։ Ուրեմն այդ մեկ խախտում, որ արդեն արված է։ Ժորժ ջան, եկեք օրենքով խոսենք։ Ուրեմն Հայաստան, եթե տեղեկացված եք, այսօրվա դրությամբ 1000 մմ-անոց խողովակ գոյություն չունի։ Գոյություն ունի 1200, որոշակի քանակով 1400 մմ-անոց, 800 մմ-անոց եւ 700 մմ-անոց խողովակ։ Հիմա տվյալ ռեսուրսները օգտագործելու ժամանակ բնական է ինչ-որտեղ դա մենք պետք է հաշվի առնենք նախագծողներս ինչ գոյություն ունի։ Եվ շատ լավ հասկանում ենք, որ դրսից ներկրումը դա բավականին թանկ հաճույք է եւ ուրեմն ռեսուրսների օգտագործումը օպտիմալ ձևով հնարավոր չի։ Այդ իսկ պատճառով մեր կողմից նախագծողի կողմից առաջարկվել է 1200 մմ-անոց խողովակաշար տեղադրել, բացի դրանից էլ ճնշման կորուստները ուրեմն քչացնում ենք դրանով ջրի քանակը վերցնելու դեպքում, հետևաբար ռեսուրսը մենք չենք կորցնում։ Ռեսուրսի ուրեմն օպտիմալ ձևով ենք ճնշման տեսակետից օգտագործում։ Ես փորձեցի ձեր կարող է պատահել օրենքի հետ կապված ինչ-որ հարց կա, բայց տնտեսական էֆեկտիվության տեսակետից, ուրեմն այդ հարցի տեսակետից փոփոխությունը կատարվել է դրա համար, որի հետևանքով էլ անուններն են փոփոխված, ու այլ այդ հասարակական լսումներն են ոչ թե թատերական ասած, այլ անկեղծ ձեզ չէ վերաբերում այդ հարցը ընդհանրապես։ Դուք ոչ այդ նախագիծը գրել եք, ոչ կազմել եք, այդ կազմել է նախորդ կազմողը, որը կերեմ կրկնում կազմել է կես նախագիծ։ Ցանկացած ադյանում կարող ապացուցենք, եթե հնարավոր է, կարող նախարարությունը դատի տա իմ այս խոսքերի համար ինձ։ Ես պնդում եմ, որ կես նախագիծ է կազմել ու դուք ստորագրել եք այդ կես նախագծի տակ տվել եք դրական եզրակացություն։ Այդ փաստ է։ Ես ցանկացած ադյանում կարող վիճարկեմ այդ փաստը ու ապացուցեմ, որ կեղծ է այդ նախագիծը։ Եթե ցանկություն եք, բայց ես ֆիքսում եմ։ Ես ինչ որ մեկը ծախել է կեղծ փաստաթղթերով նախագծեր, դուք այդ բերե ներկայացրել եք պետական լիազոր մարմնին, ինքը սիրուն տակը ստորագրել է, չգիտեմ ինչի է ստորագրել, հետո այդ նախագիծը չեղյալ է համարել նույն բնավորության նախարարը, որը որ ստորագրել էր։ Դուք ձեռնարկող որպես ինչի դատի չեք տվել բնավորության նախարարությանը։ Այդ հասին եթե դուք պատասխանեք, ես հենց հիմա գնեմ դուրս կգնամ այս սենյակից։ Ինչի դատի չեք տվել բնավորության նախարարության եւ ԵՌՍՊ-ին, որ ինքը ձեզ տվել է փաստում են կես նախագիծ։ Մի նախագիծ, որի մեջ գրված է, ասել համաձայն եմ քո հետ, բայց ճիշտ պետք է մեզ։ Որի նախագծում գրված է, որ տարածքում ընդհանրապես անդար չկա, ծառ չկա, ոչ մի բնության հատուկ պահպանող տարածք չկա, ոչ մի բան չկա, անապատային տարածք կա, այդտեղ հանգիստ մեր համար սարքում ենք։ Այդ նախագծին ոնց կարելի է դրական եզրել, որ տարածքը դրի անտառապատա բնության հատուկ պահպանող տարածքում է։ Հիմա ասենք երկրորդ մասին։ Ձեր ուրեմն հիմիկվա նախագիծ, որ դուք եք ներկայացրել, նորից գրված է, որ տարածքում բնության հատուկ պահպանող տարածքներ չկան։ Ով է վերցրել այդ տվյալը որտեղից, որ տարածքում չկան, այդ արդեն ձեզ եմ դի, որը դուք եք նախագծել։ Դա իմ էկոլոգն է ուսումնասիրել, ես հատուկ էկոլոգ եմ, ուսումնասիրել է եւ նշել է, որ չկա տարածքում։ Այո, բայց մյուս տեսակետից, եթե նայել եք, այնտեղ նույնիսկ ծառերի քանակը նշված է, որը որ մենք երբ որ քայլել ենք, հասնենք, չէ, եկեք այս հարցը վերջացնենք, որ ինքը ֆիքսել բնության հատուկ պահպանող տարածք չկա։ Իսկ որտեղից է իմացել, որ չկա։ Ամենայն հավանականությամբ քարտեզներից, տեղյակ չեք։ Ուրեմն ես կտամ մի հատ փաստաթուղթ,
ես ուրեմն խնդրեմ կցեք ձեր գործերին, որտեղ ֆիքսած է, որ Խաչատուր 2 հեկտարի տարածքում 2 հատ արգելավայր կա, հենց կոնկրետ տարածքում, որտեղ որ կատարվում է ջրառը եւ ջրթողը։ Պետք է նախագծում գրված որ կա արգելավայր, որի տարածքում արվում է այսիշ բանը, անում ենք այսիշ բանը, որի ազդեցությունը կլինի այս ձև, ու մենք ինչ ենք անում այդ ազդեցությունը մեղմացնելու կամ չան, բայց քանի որ գրված է որ արգելավայր չկա տարածքում, այդ հաղորդը ես տալիս եմ, որտեղ բնացել նախարարության կենսառեսուրսների գործակալությունը ինքն է տվել եզրակացություն, որ այդ փոքր հեկը գտնվում է Իջևանի արգելավայրի տարածքում։ Դուք գիտեք որ հատվելու է 191 հատ ծառ։ Մոտավորապես հասկացա։ Ում է պատկանում այդ ծառերը գիտեք։ Ինչ որ մեկը նախագծում գրված չի, ուղղակի ծառերը ում իրավասության տակ են, որ տարածքում են գտնվում, ինչ տեսակի ծառեր են եւ ով է թույլատրել դրանց հատումը։ Նայեք տեսեք, ուրեմն մենք երբ որ տրասան ընդունում ենք, բնականը քայլելուց, հետ գալուց մի քանի մասնագետներով նայել տեսել ենք, ինչ հնարավոր ուրեմն պալասարով են կտրելու, հա, եւ դրա մեջ ահագին տեղեր կա, որ պրակտիկորեն մենք դատարկ հատվածներով ենք անցնում, հա։ Որոշակի հատվածների անցնելու, այդ ֆիքսելով, դերելով գալիս ենք։ Եվ դուրս եկան գումարային, որ այդքան ծառ հնարավոր էր հատվել։ Մենք մի քիչ իմիջիալից զապասովել ենք վերցրել։ Ինչի՞ մասն, բայց ով է կատարել այդ եմ ասում, ով է եղել այդ մասնագետը կամ այդ մարդը, որ գրել է, ստորագրել է, որ ինքը որպես փորձագետ, որպես ծառագետ կամ որպես չգիտեմ հայանդար կողակի ներկայացուցիչ կամ չգիտեմ ինչ, որ ինքը տեսանա որ այսքան ծառ այս տարածքում պետք է հատվի ու ինքը թույլատրում է այդքան ծառը հատել կամ ինչ տեսակի ծառեր են հատվում։ Այդ է բանը վախշես օրենքով։ Այդ սողանքային գոտի է, լրիվ անդարապատ է, մի րոպե վերջացնեմ։ Հայանդարի ուրեմն Իջևանի անդար տնտեսության քարտեզը բացեք նայեք, հատուկ պաշտպանության նշանակության անդարների տարածք է այդ հատվածը, որը 45%-ից մինչև 45-60 աշճան թեք լանջեր են դեռ։ Այդտեղ անդար հատել է, ծառ հատել է։ Դուք եթե ունեք երկրաբան, ինքը շատ լավ գիտի ինչ հետևանքներ են բերելու, հետևանքները արդեն տեսել եք ցավոք սրտի բոլորիս համար։ Եթե տեղյակ չեք, դա լավ է։ Շատ լավ տեղյակ է, լավ։ Դուք չգիտեք որ այդ տարածքում այդպիսի գեոմորֆոլոգիական եւ լանդշաֆտային իրավիճակը այդ ձեր փոփոխություն կատարելը ու կատարելը առանց մասնագիտական հետազոտության շատ լուրջ վտանգների է։ Իսկ 1200 ծառ տնկելը նորմալ է։ Բանկալության նախարարությունը Եթե նորմալ է, դեռ կադրել է եթե վնաս պիտի 1200 տնկել ինչ։ Ծառի մասին չէ խոսքը, այստեղ ինչի մասին է խոսքը, ձեր համար էլ է պետք, որովհետև այդ խողովակաշարը դուք այսօր սարքեցիք այդ բորդում, վաղը մյուս օրը որ տեղումների ժամանակ ուժեղ սողանքներ թափվածներ եղավ, ձեր խողովակաշարը ջարդել է։ Ես ձեզ ասում եմ, դուք եթե չեք հավատում, 3-4 տարի հետո կարող մասնագետ բերեք լուրջ, ինքը ձեզ նույն գնահատականը կտա, նույն բանը կտա։ Հաստատ տենց ալներ։ Ես ձեզ կարամ ասել, դուք կտեսնեք այդ ամենը եթե սա գիտեք։ Ինձ թվում է մեզանից շատ չեք մտածի, որ չեմ մտածում, մենք եմ, չէ՞, ներդրում անում, մենք գիտենք կգնի, թե կլինի, դիտեք։ Բայց այն առաջին եթե մտածել եք ու մասնագետներով բանով մենք ամեն ինչ հասցնել որ չի լինի այդպես բան, բայց գործը ցույց տվեց, որ չէ կարելի, չէ։ Այն որ առաջին նախագիծը վերցրել եկել ենք ու անցկացրել ենք որպես նախագիծ, որտեղ ոչ մի բան չկա դրած այդ տարածքի մասին։ Ուրեմն շատ լավ հասկանալով, որ նախագիծ անելը դա թուղթ մրոքել չի, հա, եւ երկրորդը ուրեմն բոլոր այն նորմատիվ ակտերը, որոնք անհրաժեշտ է պահպանել, մենք մեր նախագծերում պաշտպանում ենք։ Ես ուզում եմ որպեսզի տեղակ լինեք եւ ովքեր են նայել, ինչ են նայել, ասեմ 3-4 հոգանոց այդ բար տարածքով հայլել ենք, նայել ենք, երկրաբանական տեսակետից այնտեղ ուրեմն սողանքային մեծ կարող է լոկալ հատվածներ լինեն, բայց մեծ հատվածներ գոյություն չունեն, այդ համատարած։ Երկրորդը ուրեմն նորից պետք է ունենք, մենք ճանապարհը տարել ենք այնպիսի ուղղությամբ, հասկանալով հետեւյալը, որ վաղը մյուս օրը կառուցման ընթացքում, կառուցումից հետո պատվիրատուն մի ավելի գոհ լինի, քան թե մատնացույց անի, թե այսպես։ Հա, բայց հիմա մենք եկեք անցնենք բնապահպանական մասին, որովհետև իմիջիալից դուք շատ լավ եք ասում, հա, էներգետիկան համաձայն ենք, ամեն ինչ նորմալ է, բայց ուրեմն երկու հատ հարց ամեն դեպքում ելում է նոմա, հիմա ասեմ ես ինչի նոմա հարց։ Ուրեմն դուք որ ասում եք մենք ուսումնասիրել ենք լավ է կարելի, շատ լավ է կարելի, բայց ամեն դեպս նախագծերում դելի ասում եմ չկա գրված ով է ուսումնասիրել, կոնկրետ մասնագետի անունը ով է ուսումնասիրել եւ ինչ է ուսումնասիրել։ Ասեմ ինչի է հարց առաջանում։ Դուք նկարագրել եք ուրեմն Հովիտը Խաչատուր գետի ու այնտեղ գրված է որ ինքը հարավից ուրեմն պարփակված է Փամբագի լեռնաշխտայի գրանիտներից եւ գրանիտ դիորիտներից կազմված հյուսային լանջով։
այդ գրողին կհասնեք, էլի Փամբագի երաժշտան ոնց կարող Խաչատուր գետի մոտ հասնի եւ մի քիչ այդ գրողին կհասնի։ Չէ, բանը չի, ես բան կա որ ես նետ մասնագիտական եմ, ես չեմ կարող։ Ես բան չեմ ասում, ես ասում ձեր նախագծում գրված է բաներ, որոնք որ իրականությանը չեն համապատասխանում։ Ես ասում եմ ինչ որ իրականությունը չի համապատասխանում։ Ասում եմ այդ Փամբագի երաժշտա չկան դեռ չի կարող Փամբագի երաժշտա լինի, որովհետեւ Փամբագի երաժշտան ուրիշ տեղ է։ Այդ ուղղակի որպես բան։ Իսկ երկրորդ ինչ վերաբերում է ինժեներիական եւ հիդրոէլեկտրաբանական պայմաններին, դա էլ կներեք, բայց այդ տարածքին չի վերաբերում։ Այդ տարածքին իր ինժեներիական եւ հիդրոէլեկտրաբանական բաժինը ուրիշ տարածքի բաժին է։ Ուղղակի գնացա որպես Խաչատուր 2-ի համար կգնաք, համապատասխան մարդու կասեք որ գրել է, եթե կարա թող փոխի, եթե չէ թող հեքիաթ չգրի, էլ եմ կրկնում էլի։ Նախորդ նախագծով գրածել են 141 ծառ պետքա հատվի խողովակաշարը տեղադրելու ժամանակ։ Այս նախագծով գրված է 191։ Հիմա օրինակի համար անհասկանալի է 141 արդեն հատվել է 191-ը պիտի հատվի, թե այն 141-ին գումարվել է դարել է 191։ Օրինակի համար անհասկանալի։ Մենք մի քիչ մանրամասն ենք ավելի նայեցի իհարկե, հա։ Մեկ արդյունքով հնարավոր է, որ մի քիչ ավել հատվել։ Չէ, մինչև արդեն խողովակաշարը շարված է։ Ինչքան է հատվել, գիտեք, արդեն։ Երևի ես ձեզ ասեմ, իմ տեխնազորի ուրեմն տվյալներով երևի 30-ը չի հատվել։ Հա, լավ։ Համայնք ներկայացնում է համայնքապետը, որ այսօր ներկա է։ Եթե ինքը տալիս է դրական կարծիք, տալիս է ավականին դրական կարծիք, նշանակում է նա ներկայացնում է իր գյուղի մեծամասնության ձայնը։ Ես չեմ կարծում, որ երկու հոգու դրական կարծիքով գյուղապետը կարտահայտվի կողմ։ Ենոքավանը ժամանակին ուրեմն կվել են շինությունություն այդ անհավեր ժամանջերից կողմից շինությունները հաշվի առնելու շինությունները միջի համար եղել, բայց դրանից հետո տվել եմ դրական եզրակացություն, որտեղ փոխված արդեն նախագիծ ստացել եմ, իներգոն նախագիծ ծանոթացել եմ, ես խնդիր չեմ տենում, որպես գյուղի ծառա, որ հեկի տարածքը կառուցվում է այնտեղ, այդ ձեր Ենոկավանի վարչական տարածքում է կառուցվում ու ջրարդել է Ենոկավանի վարչական տարածքում կատարվում, համոզված եք։ ջրարն այն մոտ։ Բահեկի տարածքում։ Շենքը գետավի տարածքը։ Բայց ոնց է որ բանի մեջ կադաստրի վեգայկանի մեջ Ենոկավանին է տված այդ դեպքում։ Չէ, գետավի։ Չէ, գիտես երբ անես դու նայում։ Այն նախանցած տարվա սրայից Կարա ցույց տակ կադաստրի վեգայական հեկի տարածքը։ Մեկ էլ լիցենզիայի պատճենը կա ձեր մոտ։ Չէ, սպան չի։ Չէ։ Իսկ լիցենզիայով ինչքան է ձեր թույլատվությունը։ Գրված է դեռ ինչքան 2960։ Եթե 2960-ը դուք ոնց եք 5 նախագիծ ներկայացնում։ Ճշմարտ կորուստն է փոքրացել, ոչ ճշմարտ բան ենք։ Հարցը ուրիշ է, հարցը ձևակերպել։ Չէ, լիցենզիան մեջ գրած է։ Պայմանում ենք որ փոխենք։ Չէ, լիցենզիան չունի դու իրավունք չունես փոխել Հիմա դեռ չկա, հիմա այդ դրանից տեղակ չես։ Մի րոպե։ Այդ դրանից տեղակ չես, որովհետև հիմա փոխել է։ Այդ միջազգային փորձ է։ Փոխվել է հիմա արդեն ասում պետք է բնավ Չորոքտագործման դիտություն ունեն։ Այո։ Կարա ցույց տա ճոխտագործման։ Բանոց անենք, բա։ Նախարարություն ներկայացվել է կառուցվածության։ Չգիտեմ, ժողովուրդ մենք եկել ենք այստեղ լսումների, չէ՞։ Ստե պետք է լինի այն փաստաթղթերը, որոնք որ այս նախագծեր կապված են։ Արդեն ձեր եւ գյուղապետի պարտականությունն է, որ եկել պիտի տեղում լինի այդ փաստաթղթերը։ Եթե ջրատան թույլտվություն չունենք, լիցենզիա չունենք։ Ջրատան թույլտվություն գրած է։ Այս պահին էս։ Գիտեմ որ ունեն, բայց մի չենք կարող տեսնել։ Եկեք մենք տեսնենք։ Ունենք ամեն ինչ ներկայացվել է, ներկայացման նախագիծը Բայց այս նախագծերը պետք է մի փաստաթղթերի ժամ։ Եթե դες բանը լիցենզիան ներկայացրել են։ Լիցենզիա չի օգտագործում։ Լիցենզիան նոր լիցենզիան ներկայացրել։ ոնց կարելի է, եթե պրոյեկտը աշխատանքային նախագծի վերաբերյալ եզրակացություն չունես։ Իրոք ասել եմ։ Կարգավորողը չի կարող լիցենզիա տալ։ Ուրեմն քայլ համար առաջին տալիս է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը լիցենզիա։ Քայլ համար երկրորդ տալիս է ջրօգտագործման թույլատվություն։ Ինչի՞ն է կարելի լիցենզիա տալ։ Հակառակը։ Ջրօգտագործում հետո։ Ջրօգտագործում հետո լիցենզիա լավ կներեք։ Հետո ուրեմն վերցնում է համապատասխան թույլատվությունները, իտալիան թույլատվություն տարածքի եւ այլն, նոր վերցնում է բնականոն փորձարկություն։ Առանց լիցենզիայի։ Ինչ-որ փոխվել է, ճիշտ ասած ես Չէ, ճիշտ ասած չենք խոսում ենք օրենքներով։ Եթե փոխվել է, ասեք որ կարգն է փոխվել։ Լիցենզիա մենք գնացել ենք դիմելու Այդ Իրանը։ Եվ ժողովուրդ ջան, այդ երաշտան մեջ չի։ Ես իր հարցին պատասխան։ Ուրեմն ընդհանրապես աշխատանքային նախագիծը կա հողատարածքներ,
Համատարածքներ ջրօգտագործման թույլտվություն։ Դրա հիման վրա դա արդեն բանի պատվիրատուի ռիսկային գործոնն է։ Իրան լիցենզիա կստան թե չեն տա։ Ինքը կարող է պատվեր տա ցանկացած նախագծում։ Ես ուրիշ բան ասում, ինքն էլ չենք հասկանում, սպասեք ասեմ։ Գործակցություն բերելուց պետք է լիցենզիան հետ Այ ես էլ ուզում եմ ձեր հետ մի քիչ բան ասեմ, էլի Մենք ինչ անել այդ պետական որոշումը Ես ասեմ, ես թողում ասեմ։ Գնացեք իմել չեմ կարող, որ ասեմ եք մեզ տվեք լիցենզիա, որ մենք գնանք այնտեղ, ասում եք նա բան արա։ Կարող է ստացը օրենքը չի գիտի, Հայաստանում ոնց է, սա ստացել, բայց չգիտեն։ Չէ, մենք սկզբից ստացել ենք այն ժամանակ լիցենզիան դուրս եկել ենք։ Հիմա ասում է, հիմա գնացեք այդ օրենքն է, օրենք այդ թղթերը հանեք բան արեք, հետո եկեք նոր վերջում նոր լիցենզիա կտանք, կգնաք շինարարություն։ Եթե նախագծում թերությունները դուք տեսնում եք, այդ թերությունները ներկայացնեք նախագծով է, Չէ, ես գործագետներն էլ է նախագծով ենք, համաձայն ենք, մենք իրանց դատի ենք տալու, դուք էլ լսելու եք դրա մասին։ Ունենք դրական կարծիք, այն առումով, որ Իտալիայում գետավիթ համայնքի վարչական աշխատանքները մեր վիճակատար, բայց ունենք արդեն պայմանավորություններ, որի հետ ասեմ իրարել, որ ինչ որ գյուղից գազի հետ կապված խնդիրներ կա, բայց գետային ցավոք ենոքանի վնաս տալու բան չունի, որտեղ մեր ու սահմանազատողներում գետավիթ համայնքի։ Ես ունեմ դրական կարծիք, ողջունում եմ իրական։ Գյուղի բնակիչն է, եթե ոչ 195-ը Իտալիայում գետավիթ համայնքի, եթե տոկոսների հարցովակնացների շփարակը։ Ենոքան կարող վստահ ասել, 90-95% դրական ես արել եմ ողջույն եմ արել, կանչել եմ, խոսել եմ, ունի դրական կարծիք հետ առումով։ 1000 հոգի ստորագրել ա որ կողմա, 1200 հոգի ստորագրել ա որ դեմ ա, բայց այդ կամոց չկան գնում։ Այդ նույն մարդան ստորագրել ա որ դեմ ա, ստորագրել ա կողմա։ Մեզ ներդրումներ են կարել համայնքի մարդիկ հավատում են արդեն, ոչ թե օդի մեջ խոսակցություն, որ մարդիկ ամեն տեղ ինչ որ ամեն մեկը մի բան ասում ա ու չի լինում։ Իսկ մեր ասածը եղել ա, մեր ասած մեր խոսքը եղել ա, հետո դարել ա գործ, որը որ մենք ցույց ենք տվել, մարդիկ հետո տեսան նորմալ հարաբերություն, նորմալ մարդիկ, իսկ հիմա մեր հետ իրանք մեր կողքն են կանգնած, մենք իրանց։ Մանկապարտեզ լավ վերանորոգվել, խոհանոցով, ամեն հարմարություններով, դպրոցն են վերազինել, լուսավորություն են կատարել գյուղը, ջրի հարցն են քննարկել են, որ պետք է ինչ-որ չափով պետք է իրանց ներդրումներն ունենան։ Ու էլ ինչ խնդիրները որ ունենք, պատրաստ ենք կանգնելու։ Անձամբ ես, որպես համայնքի ներկայացուցիչ գործ, մարդու գյուղի ձեռք են բռնել, օգնել են, որը չի արել պետությունը։